ստացվել է նրանց մի հատ իրավիճակ, որ Տրամպին ասում են, գիտես, ինչ եթե դու հիմա Ռուսաստանի հետ զիջումների ես գնում ենք, ինչ ենք շահում դրանից։ Տրամպն ասում է, Ռուսաստանի հետ զիջումների կգնամ, որպեսզի Չինաստանի հետ կարողանան որոշակի բան ունենամ։ Հասկանում ես, չէ՞, ի՞նչն է խնդիրը։ Դա համար ինքը շահագրգռված, որ մաքսիմալ շուտ այդ խաղաղությունը հաստատվի, որ Պուտինն ինքը հաշի իր կողմը, որպեսզի Չինաստանը ավելի կարողանա կորտ դիրքերով բանակցի, որտեղ իրավիճակը շատ ծանր է։ Նախկինում էլ, եթե հիշում ես, միշտ ասում են, որ ամերիկյան տնտեսության վիճակը շատ ծանր վիճակի մեջ է, ոչ մեկ դա չի հասկանում։ Դոլարը որ սենց ընկնում է հիմա, չէ՞, դոլարը ինչի է անգնում նաև։ Աշխարհում մեկ է անգնում դոլարը։ Ասեմ քեզ իմանաս, ինքը աշխարհում մեկ դոլարը կամած ընկնելու է, որովհետև այդ երկրի համախառն ներքին արդյունքը հասել է մինչև 29 տրիլիոն դոլար, բայց իր պարտքը արդեն 37 տրիլիոն է։ Եվ ինքը մեծանում է։ Ինքը արդեն ամեն տարի իր բյուջեի 10%-ը պարտքերն է։ 10-ը կդառնա 20, 30%, 40, այդ երկիրը կպայթի խորհրդային միության ճանապարհին է գնում այդ երկիրը։